Ժողովուրդ ջան, կրկին բարև բոլորին, սենց կոմպլեկտներ եմ սարքել մեր սկսնակ ռադիոսիրողների համար, ովքեր նոր են ուզում սկսեն պայքա անել, ու կամ կարում են, ոնց որ կատարելագործվում են, տարբեր տեսակի սխեմաներ, ինչ-որ դետալներ եմ պատրաստել, որ ես խորհուրդ էլ կտամ, որը որտեղ օգտագործեն, ինչ օգտագործեն, որտեղից սկսեն, որ ավելի հեշտ լինի ու ավելի հեշտ հասկանան։ Տարբեր տեսակի դետալներ են, դետալները բոլորը նոր են, ոչ մի օգտագործված բան չկա, ուրեմն պայալնիկն է իր պաստավկով և օլովայով, ստեղ ժամանակակից LED լույսեր են, որ ձեռքերը սովորի նաև փոքր պայքեք անելուն, ռեգուլյատորների վրի հագնող կալպակներ են, այն պալչիկովի ակումուլյատորի տեստերներ են, այսպիսի ակումուլյատորներ տեստեր անելու համար, մեր գործի մեջ էսի շատ է պետք։ Ուրեմն միլարը, ասենք պլյուս հոսանքը խոսքի, 3 հատ դարձնող բաժանարար է, էսի ուրեմն մինչև 100 ամպեր, վոլտ, ամպեր և վատ հաշվող սարք է, վոլտ, ամպեր, մետր, շատ լավ բան է, բոլորից գաղափար կկազմեք, սա ուրեմն պայատանելու կիսլատաներ է և քսուկներ է, ամեն մետաղի հետ իրանն է պետք, էտրանք էլ սաղ կբացատրեմ, կապի հելեք մնացածը սաղ հեռախոսով ոնց որ կքննարկենք, պիշալկաներ է, ուժեղացուցիչներ է, ուրեմն ստաբիլիզատորներ է, հոսանքի բարձրացնելու և իջացնելու համար, էսի ուսիլիցել է 2 հատ 50 վատ, մի հատ 100, սա ուսիլիցել է բլութութով, 2 հատ 50 վատ արդեն, պրոստը հոսանքը տալիս եք, բլութութով կպնում եք ու ինքը սկսում է երգելը, սրանք ուրեմն ռեգուլյատորներ են, օրինակի համար, այս ուժեղացուցիչի վրա, որը որ մատիշ չափ է, բայց երգում է իդեալական, չկա ռեգուլյատոր, ոնց դնենք իրա վրա, ինչ անենք, էտրանք դուք ինքներդ պիտի հասկանաք, ինչով կարամ կօգնեմ, բայց շատ չեմ խանգարի, որ ինքներդ հասկանաք, այս ռեգուլյատորը արդեն դրվում է վրան, որպեսզի կարողանանք ձենը բարձրացնել և իջացնել, ունենք բազմաթիվ տրանզիստորներ, միկրոսխեմաներ, կանտրոլյորներ, որ դուք հասկանաք լույսերի հետ աշխատելու համար, ռելեների հետ աշխատելու համար, որը ինչի համար է, ամեն ինչը կասեմ, կբացատրեմ, պլյոնշնի կանդենսատորներ, հիմնականում իրանք օգտագործվում են ուժեղացուցիչ ուսիլիցել հավաքելու համար, կերամիկական կոնդեր, կոպիտ ասած չի թույլատրվում ուսիլիցել հավաքելու ժամանակ, ձայնը շատ չոր է լինում, էլի սոչնի չի լինում, ուրեմն սրանք այս ակումուլյատորները լիցքավորելու համար են, որ ցույց տվեցի, լիցքավորելուց հետո կարող եք սրանով տեսնել տվյալ ակումուլյատորի հզորությունը ու լիցքավորվեց, չլիցքավորվեց, արժի պահել, որտեղ արժի կիրառել, դինամիկներ հավաքելու մեջ, թե շուրուպավիորտի մեջ, ոբշմ ժողովուրդ ջան, սաղ կասեմ, սաղ կբացատրեմ, կլեմաները ապավիչների մեջ երբ որ դնում ենք բաների պրոբուլկեքի ծայրերը, որ այսպիսի բզբզած չլինեն, տեսնում եք, այս ծայրը բզբզած է, որպես այսպիսի բաներ չլինեն, այս կլեմաներից հագցնում ենք, պրեսով սեղմում ենք, տարբեր չափսերի ունեմ, ցույց կտամ, կբացատրեմ, որ ինքներդ էլ արդեն կարողանաք անեք, կոմպլեկտներ էլի կան, պրոստը սեղանի վրա այդքան տեղ չկա, որ ամեն ինչը լցնեմ, մնացածը զանգով կհասկանանք, որիդ ինչ պետքա, սիրուն կհավաքեմ, խելամիտ գումարի մեջ, այնց կլինի, որ հաստատ ուրախ կլնեք, խոսքի 5000-ով այնքան բան կտամ, որ հարց չկա։ Լավ դե ժողովուրդ ջան, մնացածը կապի հելեք, հեռախոսով կքննարկենք, համեցեք վերցրեք։ Լավ եղեք, մինչ հանդիպում։